Մինչ Երևանն ու Բաքուն քննարկում են սահմանների, քարտեզների և հնարավոր համաձայնությունների հարցերը, Ադրբեջանում շարունակում են մնալ հայ գերիների գործերը առանց վերջնական իրավական գնահատականի։ Ադրբեջանում շուրջ 3 տարի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը կարող է տեղափոխվել միջազգային դատական հարթակ։ Վարդանյանի պաշտպանական թիմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը Ազատությանը հայտնել է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, որը անհրաժեշտ էր մի դիմելու գործընթացը սկսելու համար։ Նրա խոսքով դիմումը եվրոպական դատարան կներկայացվի առաջիկա շաբաթներին։ Միաժամանակ Ադրբեջանում պահվող մյուս 15 հայ գերիների հանրային պաշտպանները դեռևս չեն ստացել նրանց դատավճիռները, որոնք հրապարակվել էին ամիսներ առաջ։ Ըստ Սիրանուշ Սահակյանի, դա կարող է խոչընդոտել միջազգային իրավական գործընթացներին։ Հիշեցնեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ որոշմամբ Ադրբեջանից պահանջել էր ներկայացնել հայ քաղաքացիների դատավճիռները։ Դրանք ըստ իրավապաշտպանի պետք է տրամադրվեն մինչև օգոստոսի 31-ը։